Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք հոգեբանական գիտելիքների մասսայականացում շարքը եւ պիտի ասեմ, որ առաջի հանդիպումից հետո բավականին շատ էին զանգերը եւ կխնդրեմ հետայսու հարցերը գրվեն կոմենտներում, քանի որ սպառիչ պատասխան անձնական հեռախոսով այդքանին պատասխանել եւ սպառիչ պատասխան տալը բավականին բարդ է լինում։ Մենք հարցերի հիմնական բնույթը հետևյալն էր, որ արդյոք վտանգավոր են նևրոզները, շատերը դիմում են նևրոզը որպես հիվանդություն, ես պիտի կրկնեմ, որ նևրոզը հիվանդություն չի, դա հոգեվիճակ է եւ նորից պիտի ասեմ, որ կյանքին վտանգ անմիջական չի սպառնում։ Նևրոզի հետևանքով մարդը չի հիվանդանում այնպես պսիխոսոմատիկ կամ մարմնային երևույթներ լինում են, բայց որպես հիվանդություն, որը կարող է բերել մահվան, ինչպես որ շատերը զանգում ասում են, այդպիսի բան չկա։ Նաև պիտի ասեմ, որ այո, նևրոզի մեջ հայտնված կամ նևրոտիկ երևույթներով անձը մշտապես խնդրում, պահանջում, հորդորում է, որ մասնագետը կամ դիմացինը միշտ ասի, որ դա վտանգավոր չի եւ նույն հարցը կարող են 100 անգամ, 200 անգամ տալ։ Սա եւս խնդիր է, ինչու, որովհետեւ տվյալ դեպքում անձը փնտրում է աջակցությունը, օգնությունը դրսից, բայց այդպես չի լինում։ Նորից կրկնվեմ, նևրոզը հիվանդություն չի եւ կյանքին վտանգ չի սպառնում, բայց պիտի ասեմ, որ էականորեն նվազեցնում կամ էականորեն վտանգում է կյանքի որակը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ այն բոլոր հնարավոր տարբերակները, ինչպես դուրս գալ այդ հոգեվիճակից, որի մասին մենք խոսելու ենք հիմա եւ նաեւ հետագայում։ Մյուս հարցը հիմնականում այն էր, թե իսկ ինչու են այդքան շատ բացական մտքերը։ Չէ՞ որ արարիչը ստեղծել է մեզ պոզիտիվ, դրական, կենսուրախ, ինչու է ստացվում այդպես, որ հիմնական մասը այդքան շատ են, ինչպես ես ասել եմ նախկին հանդիպման ժամանակ, որ բացական մտքերը ավելի շատ են, նույնիսկ թիվ եմ ասել 50-ից մինչև 70,000, իսկ պոզիտիվ մտքերը, կառուցողական մտքերը ընդամենը մի քանիսը։ Սրա բացատրությունը շատ պարզ է։ Նորից կրկնվենք, որ բոլոր խնդիրները չլուծված կյանքի ընթացքում ոչ թե կորչում են, այլ կուտակվում են, մեր անգիտակցականում եւ դրա անունը մենք անվանեցինք ռետիկուլար ֆորմացիա։ Եվ ցանկացած փոփոխություն մարդու կյանքում, ցանկացած նոր իրավիճակ մարդուն դրդում է հարմարվել այդ իրավիճակին։ Եվ նորից հիշենք փուլերը տագնապի փուլ, որտեղ որ օրգանիզմը արդեն ֆիզիոլոգիական process է տեղի ունենում, մագերիկամները սկսում են արտադրել համապատասխան միջնորդային նյութեր, ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ եւ այլն, ինչը պիտի համախմբի օրգանիզմին պայքարելու, դիմադրելու տվյալ խնդիրը։ Բայց եթե ստրեսորը երկարատև է լինում, ստրեսորը եթե ուժեղ է լինում, տեղի ունենում հյուծում եւ արդեն մարդու մոտ սկսում են առաջանալ բացական մտքեր։ Բայց եթե անձը իմանա, թե ինչ պիտի անի այդ իրավիճակում, ըստ էության նա կարողանա կանխել այդ հետագայում նևրոտիկ դրսևորումները։ Այսպիսի օրինակ բերեմ։ Օրինակ, նախամարդը, որը վախենում էր կրակից եւ փորձում էր խուսափել, փախչել դրանից, ստանում էր ուղիղ հակառակ արդյունքը։ Մշտապես այդ կրակը արհավիրքներ էր առաջացնում իր համար։ Բայց այն պահից, որ հասկացավ կրակի էությունը, այն դարձավ անբաժանելի մասը եւ այսօր դժվար է պատկերացնել մի երևույթ, մի իրավիճակ, երբ մարդը ապրում է եւ կրակ չլինի։ Ուստի պիտի ասեմ, որ նևրոզը նման իրավիճակի, եթե մենք հասկանանք նևրոզի էությունը, նա կարող է ոչ միայն խնդիր առաջացնել եւ նվազեցնել մեր կյանքի որակը, այլ ուղիղ հակառակը զսպանակ հանդիսանալ անձի զարգացման համար։ Ինչպես։ Պարզապես ճանաչելով այն բացական մտքերը, որոնք առաջացնում են բացական հույզեր, առաջացնում են այնպիսի երևույթներ, որ մարդը փորձում է պայքարել, իսկ ինքը պայքարը դիտում է որպես խուսափելով, փախչելով, օրինակ,
Հաճախ այդ իրավիճակում մարդը սկսում է ամեն ինչ անել, որ չմտածի այդ երևույթի մասին։ Ինչքան սկսում է չմտածել, այնքան խորացնում է հենց այդ ուղղությամբ մտածելը, կամ ինչքան փորձում է փախչել, դա ստվերի նման իր հետևից գնում է։ Ուստի ինչ պիտի անենք։ Պիտի փոխենք մեր մտածելակերպը։ Այսինքն միայն մտածողության միջոցով եւ հետագայում արդեն վարքի համապատասխան վարքի դրսևորման միջոցով մենք կարողանանք հաղթահարել այս երևույթը։ Փորձենք այս մեխանիզմը մի փոքր բացել։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մենք պիտի մեզ համար անսպասելի է։ Ինչ է տեղի ունենում։ Այն փորձառությունները կամ այն փորձը, որը մենք ունեցել ենք նախկինում եւ նմանեցնում ենք այս իրավիճակին, սկսում ենք նույն ձևով արձագանքել։ Այլ կերպ ասած, նևրոզը դա սովորությունների մի համակարգ է։ Սկսում ենք գործել նույն ձևով, ինչպես գործել ենք նախկինում։ Ինչու՞, որովհետև մենք ունենք երկու ձև տվյալ իրավիճակին արձագանքելու։ Մի ձևը դա առանց մտածելու սովորության համակարգով, ինչպես նախկինում էինք անում ենք նույն ձևով, ստանում ենք նույն արդյունքը։ Եվ մյուս ճանապարհը պիտի ասեմ, որ ցավոք շատ ավելի երկար է եւ մի քիչ ավելի էներգատար, այսինքն մտածենք ինչ նոր բան կա այս երևույթի մեջ, ինչպես կարող ենք արձագանքել, որ չստանանք նույն արդյունքը։ Այսինքն, եթե առավոտյան անձը արթնանում է եւ սկսում է մտածել, այ այսօր ոնց որ թե կարծես ըստ առավոտյան տագնապ չունի, ու սկսում է զարմանալ, ինչու տագնապ չունի, այնքան է կենտրոնանում է տագնապի վրա, որ նորից սկսում է ինքը տագնապ ունենալ։ Ինչու, որովհետև մշտապես ինքը ունեցել է տագնապային իրավիճակ եւ հիմա այդ սովորության համակարգը նորից բերում է նույն իրավիճակին։ Բայց ինչպես հաղթահարել այդ իրավիճակը, եւ պիտի ասեմ, որ տագնապային անձը տագնապի իրավիճակում, քանի որ մենք արդեն սկսում ենք վտանգները հաշվարկել, իսկ ինչու վտանգները, որովհետև մարդու համար ամենաառաջնային պահանջմունքը եւ բնազդը, այսպես պիտի ասենք, դա վտանգից խուսափելն է կամ ապահովության զգացողությունը, անվտանգության զգացողությունը։ Եվ շեշտելով, որ նման է իրավիճակը, իսկ ես պիտի ասեմ, նորից կրկնվեմ, որ այդ մեր անգիտակցականում այդ ռետիկուլար ֆորմացիայում կուտակված են բոլոր այն խնդիրները, որը ժամանակին մեզ համար տագնապ են առաջացրել, վտանգ են առաջացրել եւ ինչ որ ձևով կորել են, բայց հենց այնպես նրանք չեն կորել, ոչ միտեղ նրանք մնացել են մեր մեջ եւ նույն ձևով մենք սկսում ենք արձագանքել։ Ուստի այստեղ մենք պիտի փոխենք արձագանքի ձևը։ Առաջինը հասկանանք, որոնք են այդ վտանգավոր մտքերը։ Ես հիմա բերեմ մի քանի օրինակներ այդ վտանգավոր կամ քայքայիչ մտքերից։ Հաճախ մենք մտածում ենք կամ մեզ թվում է, թե դիմացինը ինչ է մտածում։ Ինչու, որովհետև նորից սովորությունների մակարդակով մենք խոսելու ժամանակ ենթադրում ենք ու հաճախ այդ ենթադրությունները կարող են այո արդարացված լինել։ Եվ այդ ենթադրությունների համակարգում մենք սկսում ենք ենթադրել այդ դիմացինը այսպես մտածեց, բայց տագնապային ժամանակ բարձրանում է կասկածամտությունը եւ մենք սկսում ենք արդեն ոչ թե իրականում կառուցել մեր հետագա հարաբերությունները, այդ կառուցումը տեղի ունենում վտանգների տեսանկյունից, կասկածի տեսանկյունից, իսկ կասկածը միշտ ուղղված է դեպի բացականը եւ ստանում ենք բացական արդյունք։ Եվ սրա անունը դնենք քայքայիչ ներողություն, քայքայիչ միտք կամ մտքերի ընթերցում։ Օրինակ բերեմ։ Ենթադրենք ես քայլում եմ, ոտքս դիպչում է քարին, հավասարակշռությունս կորցնում եմ եւ ինձ համար ցանկալի չի, հա, որ մտածեմ, որ ինձ վրա հիմա կծիծաղեն ներողություն։ Եվ ինչ է տեղի ունենում։ Որ ես սկսում եմ շուրջ բոլորս նայել, թե ով է ծիծաղում։ Տեսնում եմ ինչ որ մեկը որ ծիծաղում է, անմիջապես ենթադրում եմ, որ ինձ վրա են ծիծաղում։ Ու արդեն այդ կասկածը դառնում է ներքին համոզմունք, այսինքն ստացվում է, որ ես բերում եմ նրան, բայց հեչ պարտադիր չի, որ այդ մարդիկ
ծիծաղում էին հենց ինձ վրա, իրենց համար էին զրուցում, կարծես թե սպասում էին, թե երբ պիտի ես գամ, ոտս դիպչի քարին ընկնեն, որ իրենք էլ ծիծաղեն։ Ու սկսում եմ վրդովմունքով նայել կամամոթի զգացողություն եւ այստեղ արդեն գեներացնում են նույն բացական ապրումներն ու զգացումները։ Եվ նման օրինակները շատ են, բայց ես հիմա ինչի կոնկրետ անուն տվեցի մտքերի ընթերցում։ Եվ հետագայում ես բոլոր այդ կամ այդ հնարավոր այդ տագնապային մտքերին կամ քայքայիչ մտքերին անուն ենք տալու։ Հիմա բերեմ զուգահեռ սննդի հետ, որ ավելի տեսանելի լինի։ Պայմանականորեն ասենք, որ այն դրսից ինչը որ մենք ստանում ենք, դա օրինակ ինֆորմացիան։ Եթե սնունդը մեր օրգանիզմի համար անհրաժեշտ սնունդն է, բնականաբար մեր հոգեկանի համար էլ ինֆորմացիան է մեզ համար անհրաժեշտ սնունդ, բայց սննդի դեպքում գոնե կարողանում ենք տարանջատել օգտակարը, վնասակարից, թունավորը, արդյունավետից եւ այլն, եւ անուն ենք տալիս, ենթադրենք այս սնունդը ժամկետանց է։ Եթե ժամկետանց է, ուրեմն ավելի լավ է ես չմոտենամ, չդիպչեմ, չօգտագործեմ դա։ Բայց ցավոք ինֆորմացիան ստանալու ժամանակ մենք որևէ անուն չենք տալիս եւ մենք ըստ էության նույնիսկ եթե մեզ թվում է չենք լսում, բայց միևնույնն է մեր զգայարանները, 5 զգայարանները միշտ արթուն են եւ նրանք կլանում են այդ ինֆորմացիան, որը կուտակվում է մեր ռետիկուլար ֆորմացիայում եւ մենք ինչ որ ձևով պիտի արձագանքենք։ Այստեղ եթե մենք կարողանանք գիտակցել, թե որ ինֆորմացիան է ինձ համար օգտակար, որը չէ, ու տարանջատենք, այս դեպքում մենք ինչ որ չափով գոնե կձերբազատվենք այդ թունավոր կամ վտանգավոր ազդեցությունից։ Ուստի, եթե ես սկսեմ գիտակցել, որ եթե ես ենթադրում եմ, որ թե դիմացինը ինչ կմտածի կամ ինչ կասի ու կառուցում եմ իմ հարաբերությունները, այդ ֆոնի վրա բնականաբար սխալվելը իմ կլինի շատ ավելի մեծ։ Երբեմն այո կարող է համընկնել, բայց մեծամասամբ տագնապի ժամանակ, լարված ժամանակ մարդը սկսում է իր մտավախությունները ներկայացնել որպես դիմացինի ցանկություն։ Սա ամենամեծ սխալն է։ Լարված ժամանակ ավելի են ուժեղանում մտքերի ընթերցումը։ Իսկ եթե ես գիտեմ նման իրավիճակում, որ սա ընդհանրապես մտքերի ընթերցում է, անմիջապես նվազում է իմ տագնապայնությունը։ Ամեն դեպքում փորձեք եւ ինքներդ կհամոզվեք։ Մյուսը անվանենք կատաստրոֆիզացիա կամ աղետավորում, ինչը առաջացնում է խուճապ նույնպես։ Ինչ կնշանակի աղետավորում։ Երբ մենք տվյալ ինֆորմացիան, իսկ ավելի ճիշտ կասեի, ավելի ճիշտ կլիներ, ինֆորմացիայի պակասը սկսում ենք լրացնել մեր ենթադրություններով, որը ուղղված է դեպի վտանգը։ Ենթադրենք, զանգում եք ձեր հարազատին, որը որ նախ իմացել եք, որ ունի ճնշման բարձրացում, հիպերտոնիկ հիվանդություն կամ լավ չի զգացել, շտապօգնություն են կանչել եւ 1-2 օրից փորձում եք զանգում եք, որ իր որպիսությունը իմանաք։ Եվ հեռախոսը զանգին չի պատասխանում։ Մենք ինչ ենք մտածում, երբ արդեն ուղղված ենք, որ դե լավ չեր զգում, հանկարծ մի բան չպատահի, անմիջապես սկսում ենք գեներացնել բացական մտքեր, որ շատ վատ է, ուրեմն ու տանում ենք դեպի աղետը, որ այնքան է վատացել, այնքան վատ է, որ հեռախոսը չի վերցնում։ Եթե մենք այս ընթացքում մտածենք, որ սա քայքայիչ միտքը, որ առաջացնում է քայքայիչ տրամադրություն եւ հույս, եւ իսկ երբ կկարողանանք այդպես մտածել, մտածենք, որ սա ընդհանրապես խուճ ներողություն, սա ընդհանրապես աղետավորում է, որը կառաջացնի ինձ մոտ խուճապ։ Եվ սկսում ենք ամեն 2-3 րոպեն մեկ զանգել ու սկսում ենք համոզվել, որ այո, շատ վատ է վիճակը։ Փոխարենը մտածենք, որ սա աղետավորում է եւ
միաժամանակ հետո զանգենք, միգուցե հեռախոսը այլ տեղադրել, միգուցե եւ տարբեր այլ բաներ կարող են լինել։ Բայց խոճապահար մենք սկսում ենք ավելի շատ սխալ քայլեր գործել։ Մյուս քայքայիչ միտքը եւ այսպես ասենք թունավոր, հա, վտանգավոր ազդեցությունը կամ միտքը դա պեսիմիզմն է։ Պեսիմիզմը դա ըստ էության վատատեսությունն է։ Ամեն ինչի մեջ տեսնել վատը, ամեն ինչի մեջ տեսնել բացականը։ Բնականաբար մենք սկսում ենք վիզուալիզացնել եւ գնալ ուղիղ հակառակ ուղղությամբ։ Այդպիսի մարդիկ ըստ էության ոչ միայն վատատես են, այլ նաեւ սկսում են բողոքել եւ մյուս բացական դրսևորումը երևույթը դա բողոքելն է։ Բողոքում են ամեն ինչից, օրինակ, ուր որ գնան, լիցուկ գնացել են թանգարան եւ գեղեցիկը տեսնելու փոխարեն, հետաքրքրություն փնտրելու փոխարեն իրենք անմիջապես կնկատեն ինչ որ մի բացական բան, ինչ որ մի երևույթ ու կսկսեն գեներացնել։ Բերեմ օրինակ, այցելուներից մեկը, որը որ հենց ուներ նմանատիպ դրսևորումներ, բողոքում էր նրանից, որ գնացել էր թատրոն եւ այդքան թատրոնը չէր իրեն գրավել ամբողջ այդ դերասանների խաղը եւ այլն, այլ որ լույսերից մեկը պարզապես չէր միացել, չէր վառվում։ Գտնում եք, ամեն ինչի մեջ գտել էր այն բացականը։ Իսկ եթե մենք բացականը փնտրենք, անմիջապես իհարկե կգտնենք այդ բացականը։ Մյուս երևույթը դրսևորումը, որը առաջացնում է քայքայիչ վարկ դրսևորում հույզեր, դա մեղադրելն է։ Մեղադրել բոլորին, մեղադրել ամեն ինչի մեջ, ինչու՞ չէ, դա կարող է արդեն հետո վերածվել ինքնամեղադրանքի, սա նույնպես ամենաքայքայիչ դրսևորումներից է։ Մենք կշարունակենք այս շարքը, բայց ինչեն հիմա կանգ առնում ես մի քանիսի վրա։ Փորձեք այս ընթացքում անուն տալ, աշխատել, ավելի կոնկրետ եւ կարող է կոպիտ հնչել, չմեղադրել։ Նույնիսկ եթե մեղադրանքի արժանի է։ Փորձեք այլ տեսանկյունից նայել։ Ընդունել երևույթը, չմեղադրել, չբողոքել։ Միևնույն է, եթե մենք բողոքում ենք, դիմացինը ոչինչ չի կարող անել մեզ օգնելու համար։ Մենք եթե բողոքում ենք, որ գումար չունենք, միևնույն է, գումար դիմացինը դժվար թե անվերադարձ տա։ Եվ այս դեպքում բողոքը ավելացնում եւ գեներացնում է նոր բացական մտքեր։ Եթե մենք բողոքում ենք քաղաքական իրավիճակից, դա ոչինչ չի փոխում, բայց կոնկրետ գործողությունը ինչ անել, դիցուկ ընտրությունների ժամանակ ընտրել այն անձին, ում որ ուզում ենք։ Մտքերի ընթերցումը, որքան էլ ես համոզված եմ, որ դիմացինը այնպես է մտածում, ինչպես որ ես կասկածում եմ եւ ունեմ մտավախություն, փորձեմ հարցնել, արդյոք ես ճիշտ եմ ենթադրում, միգուցե այդպես չի։ Եվ աղետավորումը, եթե մենք մեզ մոտ առաջանում են այնպիսի քայքայիչ մտքեր, որ ինչ-որ մի մեծ վտանգ է սպառնում, փորձենք մենք մի 5 րոպե, 10 րոպե, իսկ ժողովրդի մեջ ասում էին, չէ, կոնկրետ գործողություն կատարելու փոխարեն այդ պահին մինչև 10 հաշվիր կամ սառը ջրով լվացվիր։ Ըստ էության դա ինչն է, որ մի պահ կտրվենք, որ չընկղմվենք այն ճահճի մեջ, որը մեզ տանելու է շատ ավելի բարդ երևույթների։ Մյուս հանդիպումների ժամանակ մենք կշարունակենք քայքայիչ մտքերը, խոճապային հարձակումների մասին էլ կխոսենք, որի վերաբերյալ շատ հարցեր են եղել,
Եվ նորից կհորդորեմ, եթե հարցեր լինեն, ոչ թե զանգեն հեռախոսին, այլ գրեն կոմենտներում։